Բարի առավոտ, բարի լույս, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում ամենադրական, ամենաինֆորմացիոն հաղորդումը Բարի լույսը, իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր սեպտեմբերի 26-ն է, եւ այսօր է ծնվել հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, վարդապետ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, Հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը։ Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Կոմիտաս վարդապետը մեծ հայ է, ում անունը դարձել է համընդհանուր մշակութային խորհրդանիշ։ Նրա գործերը համադրում են երաժշտություն, ազգագրություն, հոգևորություն, հյուսելով մի այնպիսի հյուսվածք, որի նոտան բացահայտում է մեր ինքնության խորքերը։ Նրա ծավալուն և մանրակրկիտ աշխատանքը, որը կատարվել էր հայոց ցեղասպանության բերած ավերածությունից կարճ ժամանակ առաջ, հսկայական դերակատարում է ունեցել հայ մշակույթի անսպառ գանձարանը գրանցելու և ստույգ կործանումից փրկելու գործում։ Կոմիտասը ծնվել է Օսմանյան կայսրության արևմտյան հատվածում։ Մանուկ հասակում ծնողներին կորցնելով տարվել է Էջմիածին հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն և ընդունվել Գևորգյան ճեմարան։ Նրա բացառիկ ձայնն ու տաղանդը աչքի են ընկել անմիջապես։ Կաթողիկոսը հաճախ էր նրան կանչում հյուրերի առաջ ելույթ ունենալու։ Դեռևս ճեմարանում ուսանելու տարիներին Կոմիտասը շրջել է գյուղից գյուղ, հավաքել ու գրի առել հայ ժողովրդական երգերը, ապա տեղափոխվել Թիֆլիս Մակար Եկմալյանի մոտ շարունակելու կրթությունը։ Ուսումն ավարտելով Կոմիտասը վերադարձել է Էջմիածին եւ ավելի մեծ եռանդով նվիրվել երգահավաք գործին։ Նա հավաքել է 3000-ից 5000 երգ, որից մեզ հասել է ընդամենը 1200-ը։ Այս ժամանակահատվածում նաև ստեղծագործել է, ինչով մեծ ճանաչում է ձեռք բերել հայության շրջանում եւ դրանից դուրս։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս եւ հռչակվել իր երաժշտական գործունեությամբ։ Կոմիտասը հայկական ժողովրդական երգը վերածեց բարձրավորվեց ստեղծագործության։ Նա չէր փոխում երգերը, այլ բացահայտում էր դրանց բնույթը, մաքրում աղտոտված շերտերից եւ հանձնում աշխարհին իրենց իսկական փայլով։ Սակայն 1915 թվականը խլեց Կոմիտասից այն, ինչը նա ամբողջ կյանքում ստեղծում էր։ Նա տեսավ, թե ինչպես են ոչնչացնում այն մարդկանց, որոնց երգերը նա փրկում էր մոռացությունից, եւ այդ ցավից նա վերջնականապես լռեց։ Սակայն այդ լռությունը նույնպես խոսում էր, այն խոսում էր ժողովրդի ողբի լեզվով։ Ապրիլի 24-ին Կոմիտասը ձերբակալվեց եւ հայ ազգի բազում մտավորականների հետ միասին ուղարկվեց բանտարկյալների ճամբար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորքենթաուի եւ որոշ թուրք ընկերների միջամտության շնորհիվ Կոմիտասին հաջողվում է փրկել, սակայն միայն մարմնով։ Կրած տառապանքները եւ ժամանակակիցների դաժան սպանությունը անվերադարձ փոխում են Կոմիտասին։ Որոշ ժամանակ Կոնստանդնուպոլսում ապրելուց հետո նա տեղափոխվեց Փարիզ հոգեբուժարան, որտեղ էլ մահացել է 1935 թվականին հայոց ցեղասպանությունից ընդամենը 20 տարի անց։ Ոչ ոք մինչ օրս չգիտի, թե հետագայում ինչ եղավ նրա ուսումնասիրությունների բազմաթիվ հատորների ճակատագիրը, որոնք նա այդպես էլ չհասցրեց հրատարակել։ Այսօր Կոմիտասը չկա, սակայն կենթանի էր երաժշտությունը, եւ երբ մենք լսում ենք Կոմիտաս, նշանակում են, որ մենք ճանաչում ենք ինքներս մեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, մինչ մեր հյուրին ներկայացնելը առաջարկում եմ լսել վարդապետի ստեղծագործություններից մեկը, որը կատարում է Վիգեն Հովսեփյանը, այնուհետև շարունակենք եթերը։ Հարգելի հեռուստադիտողները, մենք վերադարձանք, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան։ Այսօր զրուցելու ենք գրող թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի հետ, ով նաև կներկայացնի իր վերջին թարգմանած գիրքն ու իր հեղինակային գիրքը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ասլանյան, հոկտեմբերի վերջին արդեն սկսվում է թարգմանչած տոները, ավետարանական ամենամեծ տոներից մեկն է եւ արդեն հոկտեմբերի առաջին շաբաթները սկսվում է թարգմանչած միջոցառումներ եւ տոները։ Ձեր կարծիքով ինչ նշանակություն ունի այս տոնը հատկապես մեր հայ մշակույթի համար։ Թարգմանչած տոնը հայ ժողովրդի ամենագեղեցիկ տոներից մեկն է, հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու եւ մեր ժողովրդի ամենակարևորագույն տոներից մեկն է։ Ինչու, որովհետեւ թարգմանչած տոնը վկայում է մեր ազգի ինքնության, անկախության առաջին հերթին եւ հայ դպրության մասին։ Տոնը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը,
Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, հայ դպրոցյան սկիզբը եւ բնականաբար թարգմանչած շարժումը։ Թարգմանչած շարժումը սկիզբ է առել հենց գրերի գյուտից հետո 405 թվականին եւ այն ունեցել է մի շատ կարեւորագույն ուղղություն թոթափել մեր երկիրը հունական ազդեցությունից եւ ստեղծել ազատ, անկախ, հայկականացված գրականություն եւ դպրություն։ Եվ իհարկե հարկ է նշել, որ այդ ժամանակաշրջանում արդեն թուլացել էր Աշակունիների դինաստիան եւ ամբողջ պաշտոնական գրագրությունը պետք է անցներ հայերենի եւ բնականաբար մեր լեզվի միջոցով, հայկական եկեղեցու միջոցով պիտի հայկական եկեղեցին նեցուկ լիներ, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ինքնությունը։ Հետևապես Աստվածաշնչի թարգմանությունը, հայերեն առաջին թարգմանությունը, պատմության մեջ կարևորագույն փաստ է եւ տոն։ Զուր չէ, որ թարգմանչած տոնը մենք կոչում ենք տոն եւ բնականաբար այն ներառում էր նաև հայկական ծեսերի թարգմանությունը, հոգևոր եւ աշխարհիկ ծեսերի թարգմանությունը եւ առաջ է քաշում արդեն նաև երաժշտարվեստի մեջ հոգևոր երգերի թարգմանությունը, այս առումով ունենք արդեն նաև սուրբ թարգմանիչների գովք Եվ նաև հարկ է նշել, որ այս տոնի անվան ներքո հայ առաքելական եկեղեցին նշում է 6 թարգմանչի, Մեսրոպ Մաշտոցի եւ նրա ավագ եւ կրտսեր աշակերտների Եղիշեի, Խորենացու, Նարեկացու, Դավիթ Անհախտի եւ Ներսես Շնորհալու հիշատակը։ Աստվածաշնչի թարգմանության գործում կարևորագույն անուններից են Սահակ Պարթևը, Անանդեցին, Հովանես Եկեղեցացին եւ մենք նաեւ գիտենք, որ աշխարհի շատ գիտնականներ մեր Աստվածաշնչի թարգմանությունը անվանել են եւ համարել են թարգմանությունների թագուհի։ Ինչ է ասել թարգմանչած շարժում, առհասարակ թարգմանական գրականություն։ Թարգմանությունը այսօր հաղորդակցության միջոց չէ միայն, եթե մենք ուզում ենք ճանաչել որևէ ազգի մշակույթ, որևէ ազգի դեմք, պատմություն, փորձի փոխանակում ունենալ եւ դրանից բխող տարատեսակ բաներ, ապա առաջին հերթին մենք պետք է կարդանք տվյալ ազգի գրականությունը եւ պատմական արժեքներ ունեցող նաեւ գրականությունը մեր լեզվով եւ բնականաբար նաեւ պետք է հակառակը մեր հայերեն գրականությունը աշխարհին դարձնենք հանրամատչելի եւ հանրահռչակելի։ Իսկ որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք այսօր Հայաստանում հատկապես թարգմանական ոլորտում տիրում են, որ կարելի է ուղղել ավելի ճանաչելի դարձնելու համար։ Իրականում պետք է շատ մեծ ուրախությամբ նշել, որ այսօր թարգմանական արվեստը զարթոնք է ապրում եւ երբևէ այսքան շատ գրականություն չի թարգմանվել, ինչպես մեր օրերում, եւ դա վկայում է այն մասին, որ նաեւ ընթերցում են։ Բնականաբար ընթերցողների մասսան թիվը դրանք արդեն ըստ ստատիստիկայի պետք է նայել եւ նայել ինչպիսի գրականություն են կարդում, ինչպիսի գրականություն է թարգմանվում, բայց այն որ թարգմանական արվեստը զարթոնք է ապրում, դա անջնջելի փաստ է մեր օրերում։ Հիմնական խնդիրները շատ հաճախ ծագում են հեղինակային իրավունքի հետ կապված, քանի որ դա մի փոքր բարդ process է, գործընթաց եւ այդ առումով բանակցական ձիրքը պետք է ճիշտ օգտագործել եւ ձեռք բերել հեղինակային իրավունքներ այս կամ այն գրքի որպեսզի մեր հայ ընթերցողը կարողանա կարդալ հայերեն։ Մենք նաեւ պիտի նշենք, որ հայոց լեզուն այն բացառիկ լեզուներից է, որով մենք կարողանում ենք ներկայացնել թարգմանական գրականությունը
արժանավայել, որովհետև հայոց լեզուն ամենահարուստ լեզուներից մեկն է, եւ մենք երեք ԵՊՀ ուսանողների հետ էինք զրուցում այս մասին, թե որքան օրհնված ենք մենք, որ ծնվել ենք հայ եւ այս լեզվի լեզվակիրն ենք հենց, գրողներն ենք, որովհետև մեր լեզվամտածողությունը թույլ է տալիս մեզ շատ հեշտ ադապտացվել մյուս լեզուներին։ Բնականաբար նաև կան խոտաններ թարգմանության ժամանակ, բայց ինչպես ես նաև երեք էի նշում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, դա մեր խնդիրը չէ, մեր լեզվի խնդիրը չէ, եւ որոշ փոխառություններ, դարձվածքներ, նախադասություններ, արտահայտություններ, որոնք կարծես թե խոչընդոտ են առաջացնում թարգմանության մեջ, շատ հեշտ կարելի է գտնել դրանց լուծումը, միայն մեկ կետ եթե պահպանվի լեզվամտածողությունը, որովհետև այսօր գոյություն ունեն թարգմանիչներ, որոնք մոտենում են թարգմանությանը շատ մեխանիկորեն։ Մենք կարդում ենք գիրքը եւ հասկանում ենք, որ գործ ունենք անկենթան ինչ-որ նյութի հետ, իսկ դա գալիս է այն փաստից, որ թարգմանիչը գուցե շատ հրաշալի տիրապետում է լեզվին, ունի գիտելիքներ, բայց չունի լեզվամտածողություն։ Այսինքն մենք մեզ համար պետք է արձանագրենք, որ կարևորագույն փաստը, կարևորագույն բանը, որը պետք է լինի եւ ապահովի գեղարվեստական թարգմանության որակը, փոխանցի նրա զգայունությունը, զգայական աշխարհը մեր ցնցի, փոթորկի, ազդեցություն թողնի, դա լեզվամտածողություն ունեցող թարգմանիչն է, այսինքն նման թարգմանիչ պետք է մոտենա գործին։ Նաև ուզում եմ նշել, որ այս առումով շատ հեշտ է տարբերակել արդյոք թարգմանիչը արձակագիր թարգմանիչ է, բանաստեղծ թարգմանիչ է, թե պարզապես մարդ է, որը շատ լավ գիտելիքներ ունի։ Եվ նաև կարող ենք ասել, որ ոչ միայն գրողից է կախված գիրքը կունենա մեծ հաջողություն, այլ նաև հենց թարգմանչից, ով որ նաև կարող է իր ուղերձը դնել եւ ճիշտ թարգմանության շնորհիվ նույնպես կարող է գիրքը ունենալ մեծ հաջողություններ։ Անշուշտ այդպես է, որովհետև շատ լավ գիրքը մեկ վայրկյանում թարգմանչի Չակերտավոր շնորհիվ կարող է վերածվել, նորից եմ կրկնում, շատ մեխանիկական նյութի եւ մեզ ոչինչ չփոխանցել, իսկ գեղարվեստական գրականությունը, մանավանդ թարգմանական գրականությունը առաջին հերթին ուղերձ է իրենից պարունակում եւ եթե մենք թարգմանում ենք ինչ-որ գրքեր, ապա առաջին հերթին փորձում ենք հասկանալ ինչ ուղերձ ունի այս գիրքը։ Թարգմանիչը Աստծո միջնորդն է երկրի վրա եւ մենք պիտի շատ պատասխանատու մոտենանք մեր գործին եւ բառին, որովհետեւ բառը ուղակի բառ չէ, սկզբից եղել է բանը եւ այսպես ասենք բառը նաեւ մեծ պատասխանատվություն է մեր ընթերցողի հանդեպ։ Իսկ հիմա խոսենք այն գրքից, որը դուք եք թարգմանել, ինչպես որոշեցիք, որ այդ գիրքը պետք է թարգմանեք եւ ինչ հիմնական բովանդակություն ունի գիրքը, խոսենք դրա մասին։ Հրուշակեղենի խանութ Սինյորինա Դարչինը, Լուիջի Բալերինի իտալացի գրող, որը ստեղծագործում է թե իտալերեն, թե անգլերեն, հրաշալի մանկական հեքիաթի գիրք է, թեպետ այն չենք կարող անվանել հեքիաթի գիրք, ինչ որ առումով, որովհետև ուղերձը, որը ունի այս գիրքը, մեզ մի փոքր նաև հիշեցնում է Փոքրիկ իշխանի ստեղծագործությունը, Փոքրիկ իշխանը ստեղծագործությունը յուրաքանչյուր տարիքում տարբեր կերպ ենք ընկալում։ Այո, եւ այստեղ տարիքային շեմը 8-ից 12 տարեկանն է, բայց հավատացեք, սա շատ ավելի կարեւոր է, որ ընթերցեն մեծահասակները եւ կարողանան քաղել այս գրքի ուղերձը։ Ուրեմն թարգմանության առաջարկը ստացել եմ Զարեպրինտ հրատարակչությունից
եւ գիրքը թարգմանվել է, ստացել ենք հեղինակային իրավունքները, այդ ամբողջ process-ը անցել ենք, բնականաբար ամեն ինչ համաձայնեցվել է հեղինակի հետ եւ այս գիրքը ունի նաեւ երկու մաս, 3 գրքից է այն բաղկացած, սա առաջին մասն է, մյուս երկու մասը ընթացքի մեջ է եւ հեղինակը շատ մեծ ցանկություն ունի այցելել Հայաստան եւ անչափ հուզված էր, որ փոքրիկ Հայաստանում այսօր ընթերցում են եւ մենք գտել ենք իրենց եւ այդքան հիացած ենք այս հեքիաթով։ Սինյորինա Դարչինը ժամանակի ամենագեղեցկագույն կանանցից մեկն է, հրուշակագործ, որը մի շատ հեռավոր անկյունում հիմնել է հրուշակեղենի խանութ եւ պատրաստում է թխվածքաբլիթներ։ Սակայն այստեղ պետք է նշել, որ այդ թխվածքաբլիթները մոգական են, կախարդական եւ ամենակարևորը պատրաստվում են անհատական չափանիշներով։ Այսինքն ոչ մի թխվածքաբլիթ իր բաղադրությամբ չի կրկնվում։ Հիմա պարզաբանենք ինչու։ Քանի որ յուրաքանչյուր մարդ իր տեսակի մեջ անկրկնելի է եւ յուրաքանչյուր մարդու երազանքը, ցավը, խնդիրը, տրավմաները չեն կրկնվում կամ եթե կրկնվում են, էլի իրենց անկրկնելիության մեջ են կրկնվում։ Հետևապես Սինյորինա Դարչինը լսելով մարդկանց, երեխաների խնդիրները, երազանքները, ցանկությունները, լինելով այս կամ այն իրադարձության վկան, պատրաստում է հենց այդ խնդրի շուրջ թխվածքաբլիթը, որը պետք է լուծի այդ խնդիրը եւ վերացնի որևէ փլված կամուրջ մարդկային հարաբերությունների մեջ։ Այս գիրքը ունի առաջին հերթին թանգարանային դարձած բարության ուղերձ, որովհետեւ մեր օրերում մսխված է այդ գաղափարը եւ բարությունը այսօր իսկապես դարձել է թանգարանային նմուշ։ Բարություն, սեր մերձավորի հանդեպ, թխվածքաբլիթները բժշկում են հիվանդություններ, հիվանդ բալիկներին, նորոգում են մարդկային հարաբերություններ, կատարում են երազանքներ։ Մարդիկ այսօր առավել շատ ունեն երազելու եւ երազանքները կատարված տեսնելու այդ ցանկությունը, որովհետև մեր մտազբաղ առօրյայում մենք դադարում ենք երազել ինչ-որ բաների մասին, մոռանում ենք, որ գոյություն ունեն երազանքներ, իսկ երազանքը դա միակ վկայումն է մեր կենդանության մասին եւ օրվա մի փոքր մաս թեկուզ մենք պետք է հատկացնենք երազելուն։ Մենք դա նույնպես հոգեվոր զրույց է տիեզերքի հետ, որովհետև տիեզերքը մեր հոգու թարգմանիչն է եւ տիեզերքը լսում է մեզ, երբ մենք երազում ենք, երբ մենք չենք երազում, ինչ որտեղ ինչ որ կամուրջ է փլվում, հենց մեր ներսում։ Յուրաքանչյուր մարդ պետք է գնա ներ ամփոփարան եւ անպայման փորձի գտնել, թե որ կետում նա դադարեց երազել, որովհետև մեր երազանքները նաև վկայում են մեր ներքին բարության մասին, մեր կամեցողության մասին, մեր կարեկցանքի մասին, իսկ աշխարհը ամենից շատ ունի կարեկցանքի կարիք։ Իսկ գիրքը թարգմանելից ամենաշատը ձեզ ինչն է տպավորել, երբ որ թարգմանում եք, ինչ դուք վերցրեցիք ձեզ համար։ Գրքում ինձ ամենից շատ տպավորել է մի դրվագ, երբ երեխաները, աշակերտները, որոնք Սինյորինա Դարչինի հրուշակարանում սովորում էին թխվածքաբլիթներ պատրաստել դպրոցական տարիքի, հերոսները Մատեոն եւ Մարթան, փորձում են փրկել Սինյորինա Դարչինի փակվող խանութը, իշխանությունը որոշում է փակել այդ խանութը, եւ Սինյորինա Դարչինը, որը թվում էր թե քաղաքի ամենաուժեղ, ամենահայտնի դեմքերից է, այնքան անզորանում է այդ պահին, որ կուչ է գալիս եւ ստացվում է, որ երկու աշակերտ կարողանում են
դուրս գալ, ըմբոստանալ եւ փորձել փրկել այդ գեղեցիկը եւ նույնիսկ սինյորինա Դարչինին փորձում են համոզել, որ նա պատրաստի հատուկ թխված քաբլիտ այդ իշխանավորների համար, որպեսզի նրանք ուտեն, փորձեն, համտեսեն դա եւ բարիանան եւ մտափոխվեն եւ խանութը չփակվի։ Այսինքն մենք այստեղ նորից վերադառնում ենք կամեցողությանը եւ բարության գաղափարին։ Երկու աշակերտներ այնքան են հասկանում կարևորությունը, որ փորձում են աշխարհը դարձնել ավելի բարի։ Եվ դա ամենամեծ դասն է, որ կարող է ուսուցիչը տալ իր աշակերտին։ Իսկ թարգմանական առումով, երբ որ թարգմանում եք, եղան դժվարություններ, որ չկորչի նաև գրողի կախարդականը, այդպես ասած, միտքը, որպեսզի ճիշտ կարողանաք հասցնել հասցեատիրոջը, եղան դժվարություններ թարգմանել։ Դժվարություններ չեն եղել, որովհետև գիտեք, տեքստը շատ երգեցիկ է կառուցված։ Շատ հետաքրքիր է տեքստի հետ աշխատելը, յուրաքանչյուր տեքստ ունի իր առանձնահատկությունը, այս գիրքը, երբ ես կարդում եմ, ինձ թվում էր, որ ես չեմ կարդում, այլ երգում եմ, երաժշտություն կար այս տեքստի մեջ, եւ շատ հեշտ էր շարվում, դժվարության առումով չեմ կարող ասել, որ հանդիպել եմ դժվարության, միակ դժվարությունը եղել է այն, որ չէի ուզում բաժանվել այս տեքստից եւ միանգամից արդեն անցա երկրորդ եւ երրորդ մասերի թարգմանությանը եւ արդեն շուտով երրորդ մասը կավարտեմ եւ սա գրական մեծ տոն է, որովհետեւ նաեւ մեր հայ մանուկները պետք է առնչվեն թարգմանական հեքիաթներին, նմանատիպ պատանեկան գրականություն եմ ես սա նաև կոչում, որովհետև 8-ից 12 տարեկանը թույլ է տալիս, որ մենք սա պատանեկան գրականություն կոչենք, որքան էլ որ ուղերձը ավելի հեքիաթային է, մոգական է, կախարդական է, բայց շեմը 8-ից 12-ն է։ Իսկ առաջին ընթերցողներից արդեն եղել են արձագանքներ, ինչպիսի արձագանքներ եք ստացել, հավանել են երեխաները գիրքը։ Երեխաները շատ են հավանել գիրքը եւ ասեմ, որ մենք նաեւ ունեցել ենք թեմատիկ հանդիպում եւ նաեւ հիմա առաջիկայում էլ է սպասվում թեմատիկ հանդիպում այս գրքի քննարկման եւ բաղադրատոմսերով այս գրքի թխվածքաբլիթների պատրաստման շուրջ եւ գիտեք մի կարեւորագույն ուրեմն թերապիա ենք անցկացնում այս գրքով, բալիկները խոսում են իրենց երազանքներից, այն խնդիրներից, որ ունեն աշակերտ ուսուցիչ փոխհարաբերություններում, հայրեր զավակներ փոխհարաբերություններում, ընկերության մեջ, ունեն ինչ-որ հիվանդություններ, որոնք պետք է հաղթահարեն, եւ լսելով աշակերտներին եւ ուղեկցվելով գրքի գաղափարախոսությամբ մենք արդեն պատրաստում ենք հենց իրենց խնդրի շուրջ թխվածքաբլիթ եւ երեխան մեծ հավատով լցվում է այդ ամենի շուրջ եւ հավատում է, որ աշխարհում ապրում է իր հետ չպատահած հրաշք։ Իսկ գիրքը ինչպես է կառուցված, լիովին կա վերջաբան, թե ինչ-որ հատվածներ եւ հարցեր կան, որ երեխան պետք է գտնի կարդալով։ Գիրքը շատ զարմանահրաշ վերջաբան ունի եւ միևնույն է բազմակետեր է թողնում եւ երեխաները շարունակություն են ուզում տեսնել այդտեղ եւ յուրաքանչյուր երեխա ինքն է արդեն իր շարունակությունը պատկերացնում եւ սա հրաշալի է։ Խոսենք Տիկին Ասլանյան հաջորդ գրքի մասին, որը ձեր հեղինակային գիրքն է։ Խոսենք նաև այս գրքի բովանդակության մասին, ինչի մասին է գիրքը եւ ում է ուղղված հասցեատերերը, որ տարիքի ցանկացողները կարող են գնել, կարդալ եւ ուսումնասիրել։ Հավերժական հյուսիս, սա պոեզիայի ժողովածու է, այո, բանաստեղծական գիրք է եւ այն բնականաբար ավելի բարձր տարիքի համար է, քանի որ այստեղ կյանքն է իր բոլոր գունապնակներով եւ սերն է որպես հետգրություն կյանքին։ Այս գիրքը համահավաք ժողովածու է, այստեղ ներառված են մի քանի բաժիններ, ընտանեկան ֆոտոալբոմ, Կարմիր հյուսիս շարքը, որը ներառված է 12-րդ դասարանի քրեստոմատիայում ժամանակակից,
եւ իր հիմնական բաժինն է հենց հավերժական հյուսիսը։ Ինչու հավերժական հյուսիս, շատ հաճախ ինձ հարցնում են վերնագրի շուրջ։ Շատ հաճախ սերը մեզ տանում է դեպի ցուրտ աշխարհներ եւ մենք այդ աշխարհներում կորցնում ենք կարևոր ինչ-որ մի բան եւ իհարկե նաեւ կորցնելու հաշվին գտնում ենք մեզ։ Հավերժական հյուսիս ժողովածուն սիրո մասին է եւ այստեղ ինչպես ներկա ժամանակն է, այնպես էլ ապագայի գրեր կան, որովհետև մենք բանաստեղծներս շատ հաճախ ստեղծում ենք գրականություն, ստեղծում ենք գործեր եւ այդ պահին անգամ պատկերացում չունենք, որ այս ստեղծագործությունը գտնելու է իր հասցեատիրոջը ապագայում։ Եվ այստեղ այդ առումով ապագայի գրերը սքանչելի են, որովհետև դրանք գտել են իրենց հասցեատիրոջը, իմ մեծագույն սիրուն, իսկ սերը կյանքում ամենակարևոր բանն է եւ կյանքի միակ արդարացումն է, որովհետեւ այս փուչ աշխարհում ոչինչ չի մնում սիրուց բացի, եւ մարդը, որը քայլող սեր է, եւ պետք է ամեն վայրկյան հիշի, որ իր գոյությունը բացառապես սիրո հիմքն է, եւ նա ինչ որ մեկի քայլող սիրո պատմությունն է, եւ Տիրոջ ամենամեծ պատվիրանը հենց նա է, սերը։ Յուրաքանչյուր մարդ երբ գիտակցի դա, ապա աշխարհում սերը կբազմապատկվի եւ կհազարապատկվի։ Այս գիրքը իր մեջ շատ սեր ունի եւ բանաստեղծությունները ինչու եմ ես հիմա կոչում հետգրություն կյանքին եւ նաեւ հետգրություն փրկվածներին։ Ես այս բանաստեղծությունները նվիրել եմ իմ ընթերցողներին եւ ազատագրվել եմ այս գրքից, զուտ որպես հեղինակ եմ հիմա նայում այս գրքին, այս գիրքը որպես այդպիսին չի ապրում այլևս իմ մեջ, բայց իմ պարտքն եմ կատարել ընթերցողից, որը շատ երկար է սպասել այս գրքին եւ յուրաքանչյուր մարդ իմ տողերում իրեն հոգեհարազատ ինչ-որ բան է գտնում եւ դու հասկանում ես, որ դու պետք է ընթերցողին տաս դա, որպես գրող եւ անցնես առաջ։ Միգուցե կլինեն արդեն այլ գրքեր, որոնք շատ կլինեն իմը եւ նախորդ գրքերը, որոնք շատ իմն են, բայց այս գիրքը հետգրություն է փրկվածներին, որոնք ցուրտ հյուսիսներից փրկվել են եւ գտել են ճշմարիտ եւ իրական սերը։ Ես մաղթում եմ բոլորին այդ սերը, որովհետև ես համոզված եմ, որ երջանիկները գրում են բանաստեղծություն, որքան էլ դա շատ տարածված դիլեմա է եւ շատ վիճահարույց, շատ գրողներ ասում են, որ իրական բանաստեղծությունների հիմքը միայն ցավն է, փոթորիկներն են։ Ես հերքում եմ այդ գաղափարը եւ ասում եմ, որ ոչ, երջանիկները գրում են բանաստեղծություն եւ երջանիկները պիտի գրեն բանաստեղծություն, պիտի գովերքեն սերը, սերը պիտի իր ամբողջ գունապնակով լինի ներկայանալի։ Իսկ Տիկին Ասլանյան, կարողացել եք ձեր տողերը, ձեր մտքերը ամբողջացնել այս մի գրքում, թե հնարավոր է նաեւ շարունակություն լինի պոեզիայի։ Սա իմ առաջին գիրքը չէ եւ բնականաբար ես հիմա գրում եմ իմ մյուս գիրքը, որին շատ եմ սպասում եւ այն հենց երջանիկ բանաստեղծությունների մասին է, այն կոչվում է Սերը միակ պատվիրան եւ ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է լինելու այդ սիրո տոնը, այդ սիրո հանդեսը, այդ գրքի շնորհանդեսը եւ այո, ապագայում է։ Մոտ ապագայում, այո, կարծում եմ։ Գիտեք, կար ժամանակ, երբ ես կարծում էի, որ ներշնչանքը վերնային ինչ-որ բան է եւ պետք է սպասել, թե երբ պիտի գա ներշնչանքը, սակայն փորձը, տարիները, կյանքը ինձ ճանաչողության աստիճաններով բարձրացրին եւ ես հասկացա, որ ամեն բան աշխատանք է։ Եթե դու աշխատում ես քո մտքերի վրա, քո ներաշխարհի վրա, դու չպետք է նստես եւ սպասես այդ ներշնչանքին։ Այդ աշխատանքի արգասիքը անպայման լինում է։ Եվ կար ժամանակ, որ ինձ մոտ շատ երկար դադար էր գրելու առումով եւ ոչինչ չէր կարողանում ինձ փրկել այդ աղետից, որովհետեւ երևի իմ ներսում կային դռներ, որոնք պետք է փակվեին եւ ես պետք է ավելի բարձր աստիճանից
հետո հետ հայաց գցե իմ կյանքին եւ իմ անցած ճանապարհներին եւ հաղթահարեի շատ հիասթափություններ, թե հոգեվոր, թե մարդկային փոխհարաբերությունների առումով եւ նոր պետք է գրվեր արդեն սերը միակ պատվիրան գիրքը եւ իհարկե ամենակարևորը ես պիտի ճանաչեի մաքրամաքուր եւ ճշմարիտ սերը։ Իսկ Տիկին Ասլանյան, բացի պոեզիայի հաջորդ գրքից եւ հեքիաթների շարունակությունից մնացած հատորների, կան նաեւ այլ առաջարկներ, այլ թարգմանություններ, որ սպասվում են, այլ հեքիաթներ կամ այլ գրքեր, որ պետք է կատարեք այս տարի։ Տարին շատ բուրն է եւ անցած տարվանից է շատ բուրըն։ Մենք հիմա մինչեւ տարեվերջ պետք է ավարտենք մի քանի գրքի թարգմանություն, հրատարակությունը արդեն պետք է լինի, Օշո ենք թարգմանում եւ նաեւ հեքիաթների էլի գրքեր, արդեն ամանորյա թեմատիկայով շատ գեղեցիկ մանուկների համար թարգմանական հեքիաթներ են, մեկը մյուսից սքանչելի, մեկը մյուսից կարևոր ուղերձով եւ մեկը մյուսից բարի։ Առաջարկներ միշտ կան եւ բնականաբար ես իմ առաքելությունը համարում եմ լինել այս ոլորտում եւ մարդկանց հասցնել թարգմանական գրականությունը, որովհետև գիտեք, ամեն մարդ աշխարհում պետք է հասկանա իր առաքելությունը եւ չմոտենա այն կետերին, որոնց հետ առնչություն չունի։ Ամեն մարդ պետք է հասկանա, թե որտեղ պետք է լինի, որն է իր ոլորտը եւ ինչ նա կարող է տալ մարդկանց։ Մենք պետք է թույլ տանք նաեւ, որ Տերը մեր միջոցով աշխատի մարդկանց հասարակության հետ։ Եվ ես շնորհակալ եմ Տիրոջը, որ նա ինձ օժտել է այս հատկանիշներով, այս շնորհով, եւ ես տեսնում եմ իմ առաքելությունը այս ամենում։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ասլանյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք գրող թարգմանիչ Մարգարետ Ասլանյանի հետ։ Ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք կհանդիպենք երկուշաբթի։